Ինչպես են աղոթում թռչունները։ Սալվալալ, չէ Աստծուն փառավորում։ Իսկ քրիշտակները երբ են աղոթում։ Պատարագի ժամանակ ճիշտ ես ասում։ Էլ երբ են աղոթում։ Հիմա մի հետաքրքիր պատմություն ձեզ պատմեմ։ Եկեղեցում շատ մարդիկ են լինում, բոլորը մոտենում են քահանային, իրենց խնդրանքներն են ասում։ Մեկ ասում է հայ Սուրբ կամ Տեր հայր, իմ տղան փորձանքի մեջ է, աղոթեք իր համար։ Մյուսը գալիս ասում է իմ տղան վատ սովորությունների մեջ է, աղոթեք իր համար։ Եվ այսպես շատ-շատերը գալիս են տարբեր բաներ են խնդրում։ Եվ քահանան գնում է աղոթում է իրենց համար։ Եվ հաջորդ օրը գալիս է նույն խնդրանքները, այս մարդիկ ասում են աղոթեք մեզ համար, աղոթեք մեզ համար։ Զարմանում է քահանան, ասում է չէ որ ես ջերմեռանդ աղոթեցի, ասում է բայց ոչ ոք չլսեց, ոչ մեկի խնդրանք չկատարվեց։ Ինչու Տեր Աստված դու մարդկանց խնդրանքները ինչու չես լսում եւ չես կատարում։ Հա? Տխրում է քահանան, լացում, ասում է Տեր Աստված, այդքան խնդրեցի ես, ինչու իմ խնդրանքները մարդկանց խնդրանքները չկատարեցիր։ Եվ հրեշտակը գալիս է քահանայի մոտ եւ ցույց է տալիս, ասում է արի ես հիմա քեզ քո հասցին պատասխան կտամ։ Բարձրացնում է եկեղեցուց վերև մի շերտ կար օդային, ասում է հիմա պատարագա չէ եկեղեցում, ասում է այո։ Հիմա այս շերտը աղոթքների շերտն է։ Մարդիկ ինչ որ աղոթում են, այդ շերտով անցնում է գնում է երկինք։ Մենք ուշադիր լսենք, տեսնենք եկեղեցուց աղոթքի ձայն լսվում է թե չէ։ Քահանան ու հրեշտակը հոգով այդ շերտի մեջ կանգնած ուշադիր լսում են, տեսնեն պատարագի ժամանակ այդ աղոթքները անցնում են այդ շերտով թե չէ։ Եվ տեսնում են, որ ոչ մի ձայն չի լսվում։ Ոչ մի ձայն չկա։ Զարմանում է քահանան, հրեշտակին հարցնում, ասում է չէ որ հիմա պատարագ է գնում, ոչ ոք չի աղոթում եկեղեցում, ասում է հիմա այլ իջնենք եկեղեցի տեսնենք ինչ են անում մարդիկ։ Գնում են մտնում են եկեղեցի, տեսնում են լեփ-լեցուն է եկեղեցին։ Ասում է հեսա աղոթում են։ Ասում է հիմա ես քեզ կբացեմ մարդկանց աղոթքները։ Եվ դու կլսես թե ինչ են նրանք աղոթում։ Բացում է հրեշտակը քահանայի աչքերը, հոգու աչքերը եւ տեսնում է թե մարդիկ ինչ են աղոթում։ Հա? Մեկ ասում է փողը լինի, պաշտոնը լինի, հաջողությունը լինի, առողջությունը լինի։ Ասում է տեսնում ես ինչ են աղոթում այս մարդիկ։ Ասում է դրա համար չի անցնում երկինք։ Այդ շերտով չի գնում։ Այսինքն բոլորը լուռ էին իբրև թե աղոթում են, բայց ոչ մի աղոթք վերև չէր գնում։ Բայց մեկ էլ ինչ են լսում, արի, այս մեր ձագուկի տարիքի արի, այս մեր ձագուկի մի աղջիկ եկեղեցու հետևը կանգնած աղոթում էր, ինչ էր աղոթում, ասում էր, Տեր Աստված, իմ հայրիկին ուժ տուր, առողջություն տուր, որտև ինքը խմելու հետ սեր ունի, խնդրում եմ նենց արա, որ ինքը այլևս չխմի, տուն չգա, մայրիկին չծեցի, չհայհոյի, եւ առողջ լինի այդ խմելու սովորությունը հաղթի։ Իր աղոթքը լսեց Աստված։ Այո, լսեց իր աղոթքը եւ կատարեց։ Իր հայրիկը բուժվեց խմելու սովորությունից։ Իմացաք որ աղոթքն է, բայց աղոթքը բարձրանալու է գիտե։ Այս պատմությունը Գեր Հակոբյանը պատմում։ Ապրին Գեր Հակոբյանը շատ լավ պատմություն է։ Կհիշեք այդ պատմությունը։ Հիմա որ եկեղեցում աղոթելու լինեք, հիշեք որ այդ շերտում հրեշտակները լսում են ձեր աղոթքները, բայց ամեն աղոթք չի, որ այդ շերտն անցնում է, հա? Ջերմեռանդ աղոթքը, սրտից հոգուց բխած աղոթքը, աչքի արտասուքը, սրտի հառաչանքը, միայն դա է անցնում այդ երկնքից, այդ երկնային ճանապարհով։ Ուրեմն դուք հիշեք, որ այդպես աղոթեք, որ Աստված ձեր աղոթքները լսի եւ կատարի, հա?